Պաշտպանության բանակի հատուկ նշանակության զորամասերից մեկի զինծառայողներն են։ Հաղթանակած, պարտված եւ վերջում լուծարված Արցախի պաշտպանության բանակում 2023-ին մոտ 10,000 զինծառայող կար։ Սա ընդհանուր թիվն է, որի մեջ մտնում են ոչ միայն մարտիկները, այլև օժանդակող անձնակազմը։ Այս թիվը մեզ ներկայացնում է Պահեստազորի գնդապետ, Արցախի Պահեստազորի սպաների հասարակական կազմակերպության անդամ Գրիգոր Իսահակյանը։ Պաշտպանության բանակում միշտ էլ շատ են եղել բարձր որակավորում ունեցող կադրերը, որոնք անցել են պատերազմով ու նույնիսկ պատերազմներով։ Ըստ Սահակյանի, պաշտպանության բանակից Հայաստանի զինված ուժերի համակարգ է ներգրավել զինծառայողների մոտ 12%-ը։ Նա վստահ է, որ այդ թիվը անհամեմատ ավելի մեծ կլիներ, եթե պաշտպանության նախարարությունը պահը չկորցներ եւ համակարգված աշխատանք կատարեր։ Հաշվի առնելով զինծառայողների վիճակը, որոնք եւ որոնց ընտանիքների անդամները անցել են հակառակորդի պարբերական ճնշումների, շրջափակման, պատերազմների միջով։ Մի օրվա ընթացքում դարել ես անպաշտպան մարդել, այսինքն ինչ անցնում էր հակառակորդի, այսինքն հակի մեջով եւ կասկածել որ տունդեղով կանցնես թե չես անցնի։ Եվ հատե այդ բոլոր այդ ճնշումները, որոնք ասենք եկել ենք այստեղ, ոչ մեկը այստեղ դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Սովորաբար դի տպավորություն է եղել, մտամ մենք ուղղակի բան եք ստացել, պրեդպիսանի եք ստացել, որ օրինակ ծառայել ես այս տեղը, մենք այդ տեղափոխում ես այս տեղը ծառայության։ Պահեստազորի գնդապետը ասում է, որ մարտական պատրաստության ամենակարևոր ու ամենաբազային առարկան բարոյահոգեբանական պատրաստությունն է, առանց որի անհնար է լիարժեք զինվորական ծառայություն իրականացնել։ Եվ ինքը ոչ թե չափազանցնում է հոգեբանական գործոնը, այլ փորձում է ընդգծել, որ դրա վրա ընդհանրապես ուշադրություն չեն դարձրել։ Մեր զինծառայողների մի մասը պետքա զուտ մասնագիտական բժշկական բուժում պետք է անցնային։ Լիարժեք բժշկական բուժում դեղորայք է, բուժում պետք է անցնեին։ Մի մասը միայն ու միայն, այսինքն այսպես կոչված պսիխոլոգիական պատրաստության աշխատանքներ, տրեյնինգներ, որպեսզի ինքը մի քիչ ավելի տան դեղորայք բան պետք է, տրան վերաբերմունք է պետք է, շփում է պետք է, այսինքն միջավայրի այնպիսի միջավայր է պետք է ստեղծած իր, այսինքն պայման է պետք է ստեղծել, որպեսզի մարդ նորից վերականգնվի։ Ինքը կարողանա իրան պատկերացնել, որ այն վախը, որը մնացել է այնտեղ, այս վախը ստեղ չի լինելու։ 2023-ին Հարավ գյուղի մոտ պաշտպանական ծանր մարտերի մասնակցած ու մարտական ընկերոջը կորցրած Մարտիկ Հարությունյանը ասում է. դեռ չի ուզում վերադառնալ ծառայության։ Մարտիկը դիրքի ավակի 11 տարվա փորձ ունի։ Արդեն կարելի ասած հոգնել եմ այս։ Բանակը չգիտեմ, կարող եմ մտնեմ, բայց որ ասեմ հիմա պիտի մտնեմ շարունակեմ չէ դա սուտա։ Բայց առաջարկ եղել է ստե եթամ ծառայեմ կամ դե եթամ։ Ուղղակի չեմ ուզել։ Ու երևի հասկանալի է այդքան բանի միջով անցած նորից եթան։ Եթե պահը գա նրան որ պիտի եթասվի, դա ուրիշ հարց։ Բայց ներկա դրությամբ չէ։ Հայաստանի զինված ուժերում ծառայելու համար արցախցիները պիտի ընդունեն Հայաստանի քաղաքացիություն, սակայն մեծ գաղտնիք չէ, որ մինչև 2020-ը Հայաստանի հազարավոր բնակիչներ ծառայում էին պաշտպանության բանակում, եւ այդ բանակը համարվում էր Հայաստանի զինված ուժերի ամենամարտունակ միավորը։ Նաեւ կար հակառակը, օրինակ Արթուր Սարգսյանը, ինչպես մի շարք արցախցիներ, առանց որևէ խնդրի ծառայում էր Հայաստանի զինված ուժերում։ Նա 2020-ին Հայաստանի երկրորդ զորամիավորման կազմում որպես ականանետային դասակի հրամանատար մասնակցել է Քարվաճարի պաշտպանությանը։ Դրանից հետո տեղափոխվել է Արցախի պաշտպանության բանակ, արդեն որպես ականանետային մարտկոցի հրամանատար։ Երկու պատերազմ անցած սպան ծառայություն շարունակելու եւ իր փորձով կիսվելու ցանկություն ունի, սակայն խոչընդոտները շատ է տեսնում։ Կարծում է, որ զինված ուժերում չեն գնահատում մարտական փորձը եւ ծառայության հաճախ ընդունում են հարմարվողական անձանց։ Զինված ուժեր մտնելու կարևոր խոչընդոտներից մեկը նաեւ կենցաղի փոփոխությունն է։ Եթե նախկինում Գետավանցի բազմազավակ հայրը ընտանիքը թողնում էր եւ հանգիստ անցնում էր ծառայության, ապա տեղահանությունից հետո նման հնարավորություն չկա։ Հրազդանում բնակարան վարձած ընտանիքի համար։ Մեր շենը չի, վեր ասեմ 8 աղբերս են շենը, իմ հերիմ, արիմ հաներիմ զանգության շենը, ես վեր պոստում քելբեջերեր կամեսել եմ ելան, իմ տանս նյութական վեճ մի հարց չլալի, վեր չլուծվի, իմ ֆիզիկական բացակայությունն էլա, բայց մնացած սաղ գործերս ենալա լյուրան տեղավքին ալիս, արխային եմ լավ էր
այնա իմ խոսք կխանի երբ իմ հերան, իմ աղբերը, իրան հերնա, в общем, բարեկամությունը միտե հավաքված են իրար, հիշտալ են, մենք շաղ եկած ընկամ եմ ինս մի քաղաքում, մի շենում, միտե տղվարված ենք, ես հենք խոխանթո եմ կվարծիրում, այդ հարնանում մուդեն ասեմ, մինի շկոլ տանել կա, մինի սադիկ տանել կա, տան հետի առևտուր կա, կենաշկոլան եմ մի խոխան պիրիկյա տեսնա, ես մին ակուշկան վերինգյաց, հայրենիքը պահումս, հայրենասիրությունը քո ընտանիք հատատույսկյամ, ընտանիքը եթե սիրում ես, հայրենիքը տելը սիրում։ Գնդապետ Սահակյանը արցախցի զինծառայողներին բանակում ներգրավելու խնդիրներից մեկը համարում է այն, որ փորձ չի արվել պաշտպանության բանակը Հայաստանի զինված ուժերում ինտեգրել ստորաբաժանումների կազմով։ Ըստ Սահակյանի, տեղահանությունից հետո առաջին շրջանում մոտ 800 սպա, որոնցից շատերը կարող էին ծառայությունը շարունակել զինված ուժերում, զեկուցագիր են գրել և զորացրվել։ Սահակյանը պաշտպանության բանակը ստորաբաժանումների կազմով Հայաստանի զինված ուժերում չինտեգրելը քաղաքական է համարում, քանի որ նման որոշման համար այլ խնդիրներ չի տեսնում։ Հավատացած եղեք, հիմա որ ասում եք ինտեգրվել են 10-15%, այսինքն այն մնացած 80 կամ 85%-ը զորացրվել են, հակառակ բան կունենայինք մենք։ Այսինքն 80% կինտեգրվեր, կմտներ զինվորական ծառայության, 15-ից 20%-ը չեր գնա կտրանակապ չուներ, լավ է, վատ է, այսինքն պայմանները շատ լավ կլիներ, բայց իրանք տարբեր պատճառներ, որ ես ասեցի, ճնշված լինելուց, ամեն ինչի վրա արդեն այս կներեք թքած լինելուց, բան կարող է 15-20%-ը ոչ մի բան չնայեն, զեկուցագրերը դուրս գային, բայց համոզված եղեք մոտ 80% կմնային զինվորական ծառայությունը կշարունակեին։ Այս բոլոր հարցերը նամակով հասցեագրել ենք պաշտպանության նախարարին և մոտ ժամանակներս ակնկալում ենք ստանալ պատասխաններ։ Զորացրված զինծառայողները աշխատում են որպես պահակ, առաքիչ, տաքսու վարորդ և այլն։ Կան զինվորականներ, որ հետ են գնում բանակ, քանի որ մի ամբողջ կյանք ծառայել են և չեն կարողանում հարմարվել քաղաքացիական կյանքին։ Կա և հակառակ գործընթացը։ Հարմարվել են քաղաքացիական կյանքին և այլևս չեն ցանկանում կրել զինվորական ծառայության զրկանքները։ Կան և այնպիսիք, որոնք չեն հարմարվում Հայաստանի զինված ուժերի համակարգում և զորացրվում են։ Ինտեգրացիայի առումով շատ ավելի տխուր է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների հարցը, որոնք անցել են պատերազմների ժամանակ փրկարարավորողական աշխատանքների միջով։ Ըստ արցախցի պաշտոնյայի, ընդամենը 2 փրկարար է ներգրավել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում։